Որոշ մարդիկ կան, որ Մեղրիից գնում են Երևան, գյուղերից գայս են Մեղրիում են ապրում, այսպես։ Բայց օրինակ Կապանում շատ կա, ես որ գնում ես Կապան, զգում ես ինչքան շենքեր են հանգած, լույսեր են, էլի բնակարաններ լույսերը հանգած, ասում են, որ շատ են գնում Ռուսաստան, հատկապես Ռուսաստան, Ղափանից Ռուսաստանը շատ գնում։ Երբ որ են Ջաբրայիլում կռիվներ էր, ձայնը ստեղ գալիս էր, մենք վախենում էինք։ Մեղրին ճիշտ է սարերով շրջափակված է, բայց եթե ճանապարհը փակեն, մենք չենք կարող դուրս գանք։ Վերև դեպի Կապան գնացող ճանապարհ, այնտեղ էլ իրանք արդեն գրավել են այդ Ջաբրայիլը, Շիկահողի մոտերը, երկու ճանապարհ կա դուրս գալու։ Եթե Իրանն էլ չթողեց, մենք չենք կարող այստեղից էվակուացնենք ժողովրդին, եթե նման բան լինի։ Մեծ մասամբ երիտասարդները ձգտում են դուրս։ Ինչքան որ ես գիտեմ, իմ երեխաները կոնկրետ են դրսում են կրթության առումով, ամեն ինչի առումով իրանք գտնում են, որ այնտեղ ավելի լավ կրթություն կարող են ստանալ, այնտեղ են իման։ Աշխատատեղ կա հասարակ բանվորների համար, օրինակ ագարակում, կոմբինատում կարող են մարդիկ գնան գիշերային սմեն, չգիտեմ, աշխատեն պղնձամոլիբդենային կոմբինատում, զինված ուժերի բանը կա, այն աշխատել այնտեղ աշխատում, զինված ուժերի մոտ պայմանագրային զինծառայողներ կարող են աշխատել, որտեղ ոսկու հանքը ունենք, հանքեր ունենք տարբեր տեսակի, որոնք ընդունում են բանվորներ, գիշերային սմեն, ցերեկային սմեն, հանք մտնող, հանքում աշխատող, ճանապարհաշինարարություն կա, դա էլ կարող են անել, բայց հետաքրքիր է նա, որ Մեղրիում ոչ մեկը չի ուզում շինարարության վրա աշխատի, չեն ուզում գնան խոտ հնձեն այգիներից, այ հնդիկներ են եկել, հնդիկներն են տանում աշխատում, այդ հնդիկները Մեղրիել են ասել, հնդիկներ, արաբներ, դրանք են գրում այդ սևագործ գործերը անում, տենց հազարակ աշխատուժ կա, բայց բուհի կրթված երիտասարդի համար ինչ, իմ տղան ֆիզֆակն է ավարտել, աստղագիտության ֆակուլտետը, գա այստեղ ինչ անում, որտեղ աշխատի, հնարավոր չի, տնտեսագետները տնտեսություն ունեն, կարգին որ գնան տնտեսագետ աշխատեն, երիտասարդները չունեն բուհավարտածները որևէ տեղ, որ կարողանան աշխատեն, լավագույն դեպքում մանկավարժություն, բայց ոնց հասկանում ենք մանկավարժություն հիմա շատերը փախնում են, կոնկրետ ինձ շատ անգամ են հրավիրել, մեր տնօրենը շատ անգամ է կանչել, որ ես գամ էլի դպրոցում աշխատեմ, բայց ես ինքս չեմ ուզում գալ արդեն։ Դե դժվարացել է աշխատանքները, հիմիկվա երիտասարդները մի քիչ դժվար է, հա, իրանց հետ աշխատելը, բացի դրան նոր ծրագրեր, նոր բաներ են մտցրել ու դրանց համար պետք է շատ աշխատի մարդ իր վրա, այսինքն հիմիկվա բուհերը պետք է նման ձևով կրթություն տան, իրանց համար արդեն հեշտ կլինի, նախկին մանկավարժի համար դժվար է հարմարվել հիմիկվա պայմաններին, ինձ թվում է եւ նա երիտասարդությունը մեծ մասը չեն ուզում սովորեն կոնկրետ, մեծ մասը ծուլիկանում են, չեն ուզում լավ սովորեն։ Եթե խոսքը վերաբերում է ուղիների բացման մասին, բոլորս կողմ ենք դրան բնականաբար, բայց վերահսկողությունը մեր կողմից լինի։ Ալիևի ասելով իրանք պետք է չհսկենք, իրանք ինչ ուզեն տանեն։ Միգուցե զենք են տանում, տանկեր են տանում, մենք չիմանանք մեր տարածքով ինչ են տանում։ Ցանկացած պետություն մաքսային կետեր ա դնում, ես ստուգում, չէ՞, միջև վերջի այդ պայուսակը տեսնան ինչ են տանում, ոնց կարելի է տենց ազատ թողնել։ Բոլորս էլ մտածում ենք, եթե մի գործ ենք ուզում անենք, մտածում ենք արժե անենք, թե չարժե անենք, նույնիսկ։ Բայց մեր սրտի խորքում ոնց որ վստահ լինենք, որ ոչ մեկը չի կարող մեզտեղից քշի հանի, ուժով, չի կարող։ Մենք մինչև վերջ էլ կմնանք այստեղ եւ կպայքարենք մինչև վերջ։ Միջանցքի հարցով բնականաբար, եթե միջանցք լինի, Մեղրի մեջով ես չգիտեմ ինչքան տարածք պետք է վերցվի։ Շատերը մտահոգվում են, եթե լսում եք ժողովրդին, բոլորը ասում են, տեսնես միջև վերջ մնալու ենք այստեղ, բայց ինձ թվում է հնարավոր չի նման բան եւ միջազգային հանրությունը պիտի որ սատարի մեզ հաստատ։ Արցախը կորցնելուց հետո չպիտի մեզ էլ նորից Մեղրին կորցնեն։ Դիվանագիտություն, պետական կամ դրանք բոլորը բարձր մակարդակի վրա պիտի լինեն, մենք դա հենց չենք տեսնում։ Անվտանգության տեսանկյունից, զենքի, մենք իմանանք, որ բավարար քանակությամբ զենք ունենք, որ մենք հանգիստ սրտով այստեղ ապրենք։ Իմանանք, որ Աստված միայր Աստծե Ալիևը հարձակվի Մեղրի վրա, օդը կփակեն, ոչ թե նախկինի նման Արցախի նման Առաջ պետք է մեր սահմանները ամրապնդենք, հետո նոր դրանց մասին մտածենք։ Արցախում էլ արտասահմանից լիքը կոտեժներ, տներ սարքեցին, իմ ամուսինն էլ էր այնտեղ աշխատում, նոր այգիներ գցեցին, բայց ուր չկա։ Դրա համար եմ ասում, առաջի հերթին անվտանգությունը, զենքը, սահմանների ամրապնդումը, զինվորականներին շահագրգռեն, որ իրեն գնան աշխատեն։ Որպես զինվոր, որպես, չգիտեմ, պայմանագրային աշխատող, թե ոնց ամենայն դեպս ուժեղացնենք բանակը։ Առաջին հերթին դա, եթե մենք ուժեղ լինենք, ոչ մեկը ռիսկ չի անի մեզ վրա ձեռք բարձրացնի անպայման ու գտնենք հարմար եւ լավ դաշնակիցներ։
Մենք չպիտի հարաբերությունները լրիվ վերացնենք, ու ես գտնում եմ, որ տարածաշրջանում ոնց որ սովորական հարևան ես ունենում, հետո մի քիչ լավ չես լինում, բայց գոնե բարև-բարելույց տալիս ես։ Բայց ոչ բոլոր քո ամեն ինչը տալիս ես իր ձեռքը։ Նույնը Ռուսաստանի նկատմամբ։ Մենք շատ հայեր ունենք այնտեղ ապրող բնականաբար, չենք կարող 100%-անոց կտրել կապերը Ռուսաստանի հետ, ոնց որ մեկ-մեկ բարձրաձայնում են, բայց ամեն դեպքում մենք տնտեսությամբ էլ ենք կապված շատ Ռուսաստանի հետ, այդքան արտահանումներ, բան ունենք, բայց մենք պետք է հարաբերությունները պահենք, ոնց որ ասում են, նորմայի սահմաններում, ավելին չպիտի իրանց ձեռքը տանք։ Մեծ ոլորտները չպիտի տանք իրանց ձեռքը։ Իրանի հետ էլ, բայց էլի զգուշավոր, ես տենց եմ կարծում։ Իրանը թեպետ մեր հարևանն ամեն դեպքում մեզ օգնում է, բայց ինքը նաև սատարում Ադրբեջանին, ամեն դեպքում մուսուլմանական երկիր է։